Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ է եւ թե 9 տարի առաջվա դեպքերի ժամանակ, թե հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ, այսինքն այդ հիվանդությունները ժամանակ առ ժամանակ իրենց արտացոլումը ունենում են։ Թե ՊՊԾ գնդի գրավումը, այսինքն մենք քաղաքական համակարգի առողջացման խնդիր ունենք։ Այս խնդիրը մինչև չլուծվի, մինչև ամեն հարցի վերաբերյալ ճշմարտությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չիմանան, մենք չենք կարող թոթափել այդ այսպես կոչված լուծը, հա, որտեվ դա կարելի է այդ ձևով ձևակերպել, որտեվ դա բեռ է մնացել մեր հասարակության վրա։ Այս բոլոր խնդիրները, որ կան 90-ականներին եղած քաղաքական սպանությունները, հետո հոկտեմբերի 27, հետո մարտի 1, հետո ՊՊՑ գնդի գրավում, այսինքն բոլոր այս դեպքերը պետք է բացահայտվեն եւ դրա համար երկդաշինքը ծրագրում ունի մի շատ կարեւոր դրույթ, որտեղ խոսվում է, որ մենք պետք է ստեղծենք ճշմարտության հանձնաժողով։ Այս մարտի 1-ի հետևանքը նաև խոսեցիք հասարակության մեջ, այն որ հասարակությունը անվստահություն ունի թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերի հանդեպ, դրա ակունքներ կարող են դիտարկել մարտի 1-ը եւ դրանից հետագա իրադարձությունները։ Դե ամեն բան պետք չէ կապել հենց կոնկրետ մարտի 1-ի հետ, այլ ընդհանուր քաղաքական համակարգի հիվանդության արդյունք է։ Երբ որ Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում ընտրությունների միջոցով երբևէ իշխանափոխություն չի եղել, դա արդեն խոսում է հիվանդության մասին։ Մնացածը դրա հետևանքներն են եւ ժամանակ առ ժամանակ Հայաստանում փորձ է արվել պայքարել հետևանքների դեմ եւ ոչ թե պատճառի դեմ, հա։ Մենք փորձում ենք պայքարել պատճառի դեմ եւ այդպես էլ եղել է մեր անցած ճանապարհը, որ մենք միշտ պայքարել ենք պատճառի դեմ։ 2008 թվականին իշխանության մեջ եղած այն մարդիկ, ովքեր այժմ տեղափոխվել են ընդդիմադիր դաշտ, նշում են, որ իշխանության գալով կբացահայտեն մարտի 1-ը։ Այս հայտարարությունն ինչպես է վերաբերում, նրանք նշում են, որ իրենք ընդհանրապես հրաման կատարողներ են եղել։ Գիտեք, դրանց այդ հայտարարություններին, այդ ասվածին բազմիցս անդրադարձ եղել է, կարծում եմ ավելացնելու որևէ բան չունեմ եւ ես եւ իմ գործընկերները անդրադարձել ենք, կապրենք կտեսնենք։ Մի բան ակնհայտ է, որ երկդաշինքը միակ ուժն է այս պահին ընտրություններին մասնակցող, որ երբևէ որևէ կոալիցիայի մեջ չի եղել, իշխանության մեջ երբևէ չեն եղել երկդաշինքի ներկայացուցիչները, եթե բացառությամբ տեսնենք Արամ Սարգսյանի դեպքը, երբևէ այնպիսի լծակներ եւ մանդատներ չենք ունեցել, որ ունեցել են մյուս բոլոր ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին։ Հետևաբար միակ ճանապարհն ու տարբերակը դա երկդաշինքի միջոցով իշխանափոխության հասնելն է։ Եվ այդ ամենը նաև այդ բոլոր հայտարարությունները հաշվի առնելով դուք եք տեսնում գլխավոր մեղավորը։ Գլխավոր մեղավորը այդ օրվա իշխանությունն է, միանշանակ, բայց օրվա իշխանության հետ մեկտեղ նաև համակարգի խնդիր կա, այսինքն իշխանության անձերի փոփոխությունը քաղաքական համակարգի առողջացման չի տարել եւ քաղաքական համակարգը այդպես էլ չի առողջացվել։ Որևէ քայլ այդ ուղղությամբ չի արվել այսօրին։ Դրա համար էլ Հայաստանում մարդկանց մոտ շատ ցածր վստահություն կա ընտրական ինստիտուտի կամ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու նկատմամբ։ Եվ նաև այդ ամենը հաշվի առնելով այժմ հետընտրական ինչպիսի զարգացումներ կարող են ակնկալել։ Գիտեք, ես չէի ցանկանա ժամանակից առաջ ընկնել, շատ կարևոր հանգամանք է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս ընտրությունների ժամանակ լիարժեք հնարավորություն ունի ընտրելու նրան, ում որ ցանկանում է։ Եթե նա այդ ձայնը ինչ որ ճնշումների արդյունքում չնայած էլի որ հնարավորություն ուներ չընտրելու կամ ընտրակաշառք ստանալու արդյունքում կտա իշխանությանը, մենք այստեղ որևէ բան անել չենք կարող։ Ամեն բան Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձեռքին է, մեզանից հասնում է այլընտրանք ստեղծել, մեզանից հասնում է տալ ընտրության հնարավորություն, լինել մասնակիցը process-ի, այլընտրանքներ առաջարկել, ելք առաջարկել, մենք դա անում ենք եւ արել ենք։ Քաղաքացու ձեռքում է ամեն բան։ Պարոն Մարուքյան, երբ մարտի 1-ը լիարժեք ձեզ համար բացահայտված կլինի։ Երբ որ երկդաշինքը գա իշխանության եւ ստեղծի ճշմարտության հանձնաժողովը։ Պարոն Մարուքյան, անգամ ձեր գործընկերն է ասում, Արամ Սարգսյանը, որ սխալ է հիշել, հա, մարտի 1-ի այսպես մասին ընտրությունից ընտրություն եւ ասել, որ գալու ենք եւ բացահայտել ենք, բոլորն են այդպես ասում։ Ինչ եք կարծում։ Ովքեր որ ընտրությունից ընտրություն են հիշում, այո, սխալ է հիշել ընտրությունից ընտրություն։ Բայց երկդաշինքի ուժերը եւ անհատները, որոնք ներկայացված են, ընտրությունից ընտրություն չեն մարտի 1-ը հիշում, կամ շարքերում են եղել, կամ դանից հետո են ինչ որ կերպ մասնակցություն ունեցել եւ մեր մասով ես կարծում եմ նման մեղադրանք չի կարող լինել։ Մենք երբեւե մարտի 1-ի դեպքերը չենք քաղաքական իմաստով, հա, դիվիդենդ շահելու իմաստով կամ այս նախընտրական ընթացքում որևէ կերպ մենք չենք օգտագործել։